Գյումրին շարունակում է մեծարել իր հերոսներին։ Այսօր երրորդ դպրոցում բացվեց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչի անունը կրող դասասենյակ։ Հիշեցնենք, որ 1997 թվականին ծնված Վիկտոր Յուզիխովիչը զոհվել է ապրիլի 2-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան հատվածում մարտական առաջադրանք կատարելիս։ Այսօր այն դպրոցում, որտեղ նա 8 տարի սովորել է, կազմակերպվել էր միջոցառում, նվիրված իր կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հերոսի։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Վիկտոր Յուզիխովիչին նվիրված ֆիլմ, ապա իրենց սրտի խոսքն ասեցին նրա տասղեկը եւ ուսուցչական կազմը։ Անչափ մարտասեր, ընկերասեր, անչափ խելացի, խոհեմ պատանիր։ Վիկտորի դեմքի որ նայում էի, այնքան բարություն էր թափում իր հայացքից։ Հաստրեց սիրել ու սիրվել աշակերտների և ուսուցչական կազմի կողմից։ Ամրակազմը համեստ պատանին իր սպորտային հաջողություններով մեջտապես աչքի էր ընկնում Հայաստանի ու Եվրոպայի մարզական բեմերում և ամեն անգամ հպարտանում էր, որ իր հաղթանակը նվիրում էր հայրենիքին, հայրենիքը պահող սահմանապահ զինվորին, ընկերոջն ու հարազատ բարեկամին։ Մեծ էր նրա սիրտը, մեծ էր մեր հայրենիքի չափ, մեծ էր, որովհետև իր մեջ ուներ հազարավոր մանուկների երազները։ Նա զոհվեց, ամահացավ, բայց այսօր վերադարձել է նույն բուսեի օջախը։ Հերոսի անունը կրող դասասենյակի բացմանը ներկա էին նրա ծնողները, հարազատները եւ ընկերները։ Շատերն էին մասնակցում միջոցառմանը։ Նրանք եկել էին մեծարելու հերոսին եւ նրա ծնողներին։ Հաղացում մեր բոլորին էր, ամբողջ մանկավարժական կոլեկտիվի, աշակերտների, քանի որ այսօր մենք դաստիարակում ենք Յուզիխովիչներ, բոլորը նա նահատակ վերջնաճ զոհվեց, նա մնաց մեր մեջ, մեր կողքին, մեր սրտում, որպես հայրենասեր։ Մայրական խաչ կան շան առաջի աշճանի, ցավոք սրտից տանում է հետ մահու։ Շատ ափսոսում եմ, որ կյանքը տվեց, ճիշտ է նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգով սրտով մեր մեջ է, հբարդանում ենք, ցավակցում ենք, միևնույն ժամանակ շատ հբարդանում ենք, որ ունենք այսպիսի երիտասարդներ։